դեռևս անազատության մեջ են։ Ես չեմ կարող նաև շատ կարճ գոնե անդրադարձ չկատարել նաև թե ընդհանրապես Դավիթ Ղազենյանի իրավաչափության պայմանների վերաբերյալ ինչ է տեղի ունեցել։ Պատվարժան դատարան ես նաև մասնակցել եմ առաջին այդ դատական նիստին, որը վերաբերում էր Դավիթ Ղազենյանի խափանման միջոցի հարցի, դրությանը, դրա քննությանը։ Շատ լավ են բոլորս հիշում, ես նաև հասկանում եմ, այստեղ այն անձինք են ներկա, ովքեր ունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ում նաև հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել էին, որոնք գաղտնի վարորդային գործողություններ էին, բայց դրա մասին ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գիտեր։ Բայց գիտեր 2026 թվականի հունիսի 6-ից։ Ու այնպես ստացվեց, որ այդ ամբողջ հանրապետության մեջ նաև Դավիթ Ղազենյանը եւս ընդգրկվում է եւ հետեւաբար Դավիթ Ղազենյանն էր տեղյակ քրեական վարույթից, ավելին հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները չէին զլացել, նաև ուղիղ ընդգծել էին, որ Դավիթ Ղազենյանին է վերաբերում այս քրեական վարույթը, նույնիսկ գաղտնալսումները, որոնք հանրայնացվել էին, այնտեղ ուղիղ հիշատակվում է Ղազենյան Դավիթ անուն ազգանունը։ Այսինքն այս աստիճան փութաջանություն էր ցուցաբերվել, որ Դավիթ Ղազենյանը այդքան լավ տեղեկացված լիներ գործի մասին։ Եվ չնայած այս բոլոր փաստարկներին, Դավիթ Ղազենյանի նկատմամբ կալանք կիրառվեց։ Այո, Դավիթ Ղազենյանի նկատմամբ կալանք կիրառվեց, այն էլ ինքը խոչընդոտելու ենթադրյալ ռիսկով։ Հիմա ստացվում է, դատախազը այսօր դիրքորոշում է ներկայացնում, որ դեռ փաստորեն կան այդ ռիսկերը։ Ուրեմն հերիք չի կան այդ ռիսկերը։ Մի հատ է։ Ես իդեպ այնպես ստացվել շատ ավելի շահեկան դիրքեր ունեմ պատվարժան դատարան։ Հիմա ամեն դեպքում մենք ունենք սպეციფիկ իրավիճակ։ Ի վերջո Դավիթ Ղազենյանը ԵՊՀ շրջանավարտ է։ Դավիթ Ղազենյանը նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան եւ Հայաստանի Հանրապետության իրավունքի ոլորտով, իրավագիտության ոլորտով միակ ակադեմիկոսի Գագիկ Ղազենյանի որդին է։ Եվ իսկապես ես նաև տեսնում եմ, ուղղակի չեմ կարող չտեսնել, որ պարոն Ղազենյանը նաև ներկա է նիստերի դահլիճում եւ իմանալով թե ինչ աստիճան նաև ինքը փութաջանություն է ցուցաբերել իր ուսանողների շրջանավարտների նկատմամբ քրեական դատավարության նաև տեսանկյունից, երբ լսում է, որ օրինակ թե ընդհանրապես այս քրեական վարույթը ինչի մասին է, իդեպ նախաքննության ավարտի եւ նյութերի գաղտնի չլինելու պայմաններում մենք ունեցել ենք այդ բացառիկ հնարավորությունը նաև պարոն Ղազենյանի հետ քննարկում ունենալու եւ ստացվում է այս պայմաններում մենք լսում ենք, որ պետք է Դավիթ Ղազենյանի նկատմամբ օրինակ գրավի չափ առաջարկվի 1 միլիարդ դրամ։ Նաև իդեպ վարչական հսկողություն, նաև իդեպ բացակայելու արգելք, իդեպ բայց հետաքրքիր բան է, ստացվում է պետք չի կալանք։ Այսինքն այսքան ժամանակ Դավիթ Ղազենյանը, որ Երևան կենտրոն ԿԿՀ-ին էր, տեսակցությունների սահմանափակման ինտենսիվ պայմաններում եւ այլն, Էլեսոանից պետք չի, պատվարժան դատարան, այսինքն օրինակ հսկող դատախազի կարգավիճակում վերացնել կալանքը չէր կարող պարոն Դանիելյանը, պետք է ուղարկել դատարան։ Ի պատիվ դատարանի, սա հատուկ եմ ուզում ընդգծել, մենք ունենք դատական նիստ 2026 թվականի հուլիսի 24-ին։ Մեկ այլ դեպքում մենք չէինք ունենա հուլիսի 24-ի նիստ, կունենայինք հնարավոր ավելի ուշ։ Այդ ժամանակ էլ ստացվում է էլի դատախազը գալու էր, ասել պետք չի կալանքը։ Բայց այդքան օրեր էր մնար Դավիթ Ղազենյանը կալանքի պայմաններում։ Հիմա անդրադառնանք լավ է դիրքորոշման են վերջ։ Այդ ինչից ելնելով 1 միլիարդ դրամ։ Չհասկացա պատվարժան դատարան։ Այսինքն մենք գտնվում ենք մի ինչ-որ ներողություն եմ խնդրում, նաև պաշտպանյալից եմ ներողություն խնդրում, բանի ենք մասնակցում ինչ-որ, աուկցիոնի ենք մասնակցում, տենց պարզապես թվեր ենք ասում։ 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է։ Այսինքն ինչի համար, որ Դավիթ Ղազենյանը ամբողջ քրեական վարույթի սկզբնական ինտենսիվ փուլում եղել է ազատության մեջ։ Մեղադրական եզրակացությունն ուսումնասիրում ստացվում է Դավիթ Ղազենյանի հարցազրույցներից տեղեկացված էին մեր գործընկերները քննչականին, նույնիսկ զննել են։ Factor TV լրագրողի չգիտեմ ներկա է թե չէ, բայց Factor TV լրագրողի հետ հարցու պատասխանը զննվել է, քրեական վարույթի մաս է։ Հիմա այդ աստիճան տեղեկացված Դավիթ Ղազենյանը երիք չի պետք է կալանավորել, խոչընդոտելու ռիսկով, բայց հիմա նախաքննության ավարտի պայմաններում փաստորեն խոչընդոտելու ռիսկը այն աստիճանի է, որ 1 միլիարդ դրամ գրավելի իրավունք։ Կներեք, սա աբսուրդային է։ Ավելի աբսուրդային է նաև վարչական հսկողությունը, պատվարժան դատարան, որտեղ վարչական հսկողությունը էլեկտրոնային սարք, արդեն այդ բառերը հակասության մեջ է 16-19 որոշման հետ։ Որովհետև վարչական հսկողությունը նաև անձի ազատ տեղաշարժի միջամտություն է պատվարժան դատարան, էլեկտրոնային հսկողությունը երկու բառ է, կամ ժամային, կամ վայրերի։ Եվ երրորդը պատվարժան դատարան բացակայելու արգելք
պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ, շատ լավ։ Այս հանգամանքներն եմ ուզում բացահայտել, կարծում եմ նաև իմ պատգամավորի կարգավիճակ, ինչպես ես, այնպես էլ պարոն Ղազենյանը եւ այլ գործընկերները, որոնք ունեն, թույլ կտան ու նշված հանգամանքը նաև բացահայտեն, Դավիթ Ղազենյանը նաև ներգրավվելու է խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներին։ Բացակայելու արգելք կիրառվի։ Ներկայացական մանդատով կոչված անձի նկատմամբ բացակայելու արգելք կիրառվի, որ խորհրդարանական դիվանագիտության մեջ չներգրավվի։ Իդեպ պատվարժան դատարաններին հենց ստացվել այն դիմաց է հենց հանրային մեղադրողը մեկ այլ բարույթով պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի դեպքում տեսել է ինչպես է բացակայելու արգելքը վերացվել եւ խորհրդարանական դիվանագիտության գործառույթը ինչպես է իրացվում եւ ինչպես որևէ ազդեցություն բացասական իմաստով չի ունենում, որտեղ երբևէ խափամմիջոցի փոփոխման հարց չի բերել։ Հետևաբար պատվարժան դատարան մի հատ ընդգծելով այն, որ իրավաչափության պայմանները խորին հարգանքով հակակոռուպցիոն դատարանի թե առաջին ատյանի, թե վերջին միջատյանի, մենք հույս ունենք բոլոր դեպքերում դեռևս վճռապետ դատարանից, այնքանով որքանով հնարավոր է մեր գնահատմամբ այն ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել Դավիթ Ղազենյանի նկատմամբ, դեռ կարող են վերականգնել, բայց ամեն դեպքում պատվարժան դատարանում մենք գտնում ենք, որ ընդհանրապես իրավաչափության պայմանի հարց չի եղել ի սկզբանե։ Բայց եթե դատարանը բոլոր դեպքերում, այսինքն արձանագրենք, որ վկայակոչած սահմանադրական դատարանի որոշման, վճռաբեկ դատարանի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների ուժով տնային կալանքը ընդհանրապես պետք է վերացվի։ Սա մեկ։ Բայց եթե դատարանը գտնում է, որ նաեւ որևէ այլ խափաման միջոց պետք է կիրառվի, մենք այդ դեպքում առաջարկելու ենք գրավը դիտար։ Բայց գրավի մենք չափը, որը կառաջարկենք պատվարժան դատարան եւ նաեւ կօգտագործենք մինչեւ ձևակերպումը, դա կլինի 40 միլիոն դրամ։ Պատվարժան դատարան, որը գտնում ենք նաև առավել քան կչեզոքացվի ցանկացած տեսակետից։ Ի վերջո, պատվարժան դատարան Դավիթ Ղազենյանը ոչ միայն նախինում երբևէ չարատավորված անձ է, այլ նաև այլևս արժեքապատգամավորի կարգավիճակ ունեցող, հետևաբար նաև իր գործունեության տեսանկյունից միշտ հանրային հաշվետվողականության տիրույթում է գտնվել։ Միշտ։ Բայց նաև մի կարևոր հարց է, ամփոփելով խոսքս ընդգծեմ, ես չգիտեմ, արդյոք հանրային մեղադրողը հնարավորություն ունեցել էր ուսումնասիրել ու նշվածը թե ոչ, բայց մեզ տրամադրվել էր նախաքննության ավարտ է հայտարարվել եւ մեզ տրամադրվել էր բավականին երևի թե երկար ժամկետ պատվարժան դատարան, քանի որ դե խոչընդոտելու ինտենսիվ ռիսկ կար, երևի թե ուրեմն ինչ մեծ նյութերից էր, չէ՞ բաղկացած այս քրեական բարույթ անաչառ դիտորդը այդպես կհաց։ Նախաքննության ավարտը հայտարարվեց ժամը 16:45-ի սահմաններում։ Մենք դիմեցինք բարույթ իրականացնող մարմնին նախին, որ մեզ տրամադրվի ժամկետ մինչև 2026 թվականի հուլիսի 21-ի, այսինքն հաջորդ օրը, մինչև ժամը 17:00։ Այսինքն մենք պահանջել ենք այդքան կարճ ժամկետ։ Քննիչը մերժեց միջնորդությունը ժամկետ տրամադրեց մինչև առավոտյան 11:00։ Այսինքն Ղազենյան Դավիթ, կալանք, բայց ժամկետը նյութերին ծանոթանալու մինչև հաջորդ օրը առավոտյան 11:00։ Ինչքանով որ փորձեցինք ծանոթանալ գործի նյութերին, ներկայացրեցինք միջնորդություն։ Ասեցինք հարգելի բարույթ իրականացնող մարմին, խնդրում եմ հնարավորության դեպքում կատարեք առերեսում բարույթային գործողություններ, բայց եթե դուք գտնում եք ռիսկեր կա, դրա նվազման ուղղված ձեր պարտականությունը կատարեք, մենք էլ ունենք դրա պատրաստականությունը, ցանկացած պահի մասնակցելու։ Մի հատ էլ բան ասեցինք, պատվարժան դատարան, ասեցինք նաև Դավիթ Ղազենյանին հարցակրնել։ Ոնց որ գործը իր մասին է, իրան եք մեղադրում, իրան եք կալանավորել, երևի հետաքրքիր կլինի, չէ՞ ինքը ինչ որ բան ունի ասելու թե ոչ։ Մենք ստացանք շատ հստակ պատճառաբանված դիրքորոշում քննիչից, այն է առանց քննության թողել մեր միջնորդությունը։ Այսինքն երևի կարիքը չկար ու արդյունքում այո Դավիթ Ղազենյանին չեն հարցակրնել։ Բայց պատվարժան ներողությունների հազար ներողություն պարոն Վարդանյան, ամենին հարգանքով ձեր նկատմամբ համեն աշխատանքային ժամը ավարտվել է, արդեն իսկ աշխատանքային ժամը ավարտվեց, հետո ենք շարունակում դատականից։ Իմ կարծիքով բարույթի մասնակիցներից որևէ մեկը առարկություն չունի դրա հետ կապված։ Չկան առարկություններ, պատվարժան դատարան նաև ամփոփում չեք թողում էլի մինչև վերջացնեմ։ Խնդրում եմ ձեր դիրքորոշումը հնարինս ամփոփեք կրճատեք։ Պատվարժան դատարան ամփոփելով խոսքս ուզում եմ ընդգծել, որ իրավաչափության պայմանները երբ ընդգծում ենք, որ որպես այդպիսի
բացակայում են ընդհանրապես ռիսկերի տեսանկյունից, նաև հենց դրանից, որտեղ եթե դրանք որպես այդպեսին լինեն, առերեսման տեսանկյունից, Դավիթ Կազինյանի ցուցմունքի կամ ընդհանրապես պատշաճ վարչապետի, ես տեսնում եմ այն գործերով ինչ ինտենսիվ առերեսումներ են կատարվում, բարդային գործողություններ են կատարվում, իսկ այս դեպքում ընդհանրապես չի կատարվում։ Հետևաբար Կառավարական դատարան խնդրում ենք անհապաղ հենց այդ ձևակերպումը օգտագործում են ելնելով ստեղծված իրավիճակից 16-19 որոշման տրամաբանությունից Սահմանադրական դատարանի վերացնել Դավիթ Կազինյանի նկատմամբ կիրառված կալանք։ Ելնելով իր կարգավիճակը։ Միաժամանակ, եթե դատարանը գտնում է, որ որևէ